Արքասուն, հրաշալի է լինել Տիրոջ տան մեջ, Տիրոջ ներկայության մեջ։ Մինչ ես քարոզի վերնագիրը կասեմ, կուզեմ մի քիչ նախաբան անել, նախաբանի պես խոսք խոսել, որից հետո վերնագիրը կասեմ։ Գիտեք, ամեն ժամանակ, բոլոր ժամանակների մեջ, մեղքից հետո իհարկե, երբ որ մարդկությունը մեղք գործեց, Ադամը մեղք գործեց ու Աստծո փառքից հեռացավ, բոլոր ժամանակներում Աստված ուզում էր վերականգնի, Աստված ուզում էր իր կապը մարդկության հետ լինի։ Եվ ամեն ժամանակներում Տերը միշտ մարդիկ էր բարձրացնում։ Աստված խոսում էր։ Աստված իր կապը չէր կտրել մարդկանց հետ։ Եթե հիշում եք, հենց Ադամի որդիները, նրանք զոհ էին մատուցում Տիրոջը։ Եվ Տերը ընդունում էր այդ զոհը։ Չէ, հավանում էր մեկի զոհը, չէ, Կայենինը չհավանեց, այնպես չի, ոչ թե չհավանեց, այլ չընդունեց, դրանից հետո ինչ-որ բան բարձրացավ իր սրտի մեջ։ Բայց ինչ եմ ուզում ասել, որ Աստված միշտ իր կապը ժողովրդի հետ, իր առողջության հետ չի կտրել։ Եվ նա միշտ խոսել է ժողովրդի հետ։ Որից հետո մենք տեսնում ենք մարդկությունը ավելի է չարանում, հեռանում, եւ Աստված Նոյի միջոցով չէ, Նոյին ընտրեց։ Մարդկությունը միշտ հակառակ էր, միշտ մեղքից հետո մարդկությունը հակառակվում էր Աստծուն։ Նոյին գտավ մեկը, որ չէր հակառակվում իրեն, մեկը, որ հնազանդ եղավ իրեն։ Եվ օգտագործեց ու Նոյով նորից սկսվեց։ Տեսնում ենք Նոյից հետո նորից բարձրացավ հակառակությունը։ Հակառակություն նորից տեսնում ենք ինչ կատարվեց, լեզուներ խառնվեց։ Հետո Աստված Աբրահամին գտավ, մեկը որ հնազանդվեց։ Աբրահամ, Իսահակ, Հակոբ, Հակոբը Իսրայել կոչվեց։ Եվ Աստված խոսում էր մարդկանց հետ։ Մենք տեսնում ենք հետո նորից վաճառեցին Հովսեփին, արդեն տեսնում ենք ընտրյալ ժողովուրդ, ուխտի ժողովուրդը, Հակոբը Իսրայելը, որի վրա կանչված էր Տիրոջ անունը, որ Աստված ուխտ ուներ արդեն իր ժողովուրդ, չէ, իր Հակոբի հետ, Իսրայելի հետ։ Մենք տեսնում ենք վաճառեցին Հովսեփին եւ մտան Եգիպտոս։ Ունդեղ ինչ ստրկության երկիր։ Որից հետո Աստված ում բարձրացրեց։ Մովսեսին։ Աստված միշտ գտնում է մարդ։ Աստված միշտ ունի մարդ։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է։ Միշտ կան հակառակվողներ, միշտ կան հնազանդվողներ։ Եվ այսօր ես խոսելու եմ հենց հակառակվողների մասին։ Հակառակվողներ եւ հնազանդվողներ։ Եվ մենք գիտենք, որ ամեն ժամանակներում Աստծո դեմ հակառակվողներ կան։ Ու երբ որ մենք նայում ենք, ասում ենք, դե մենք այստեղ հավաքված մարդիկ ես հնազանդվողներն ենք, որտեղ եկել ենք Տիրոջը։ Աշխարհն է այդ հակառակվողները, որ մերժում է Տիրոջը։ Բայց ուզում եմ ասել, անապատում ովքեր էին հակառակվողները, աշխարհիկները։ Իսկ ինչպես է դրսևորվում հակառակվողների մոտ։ Ում էին հակառակվում, անձամբ Աստծո դեմ կանգնում են ու ասում են մենք հակառակ ենք քեզ։ Ուրեմն բոլոր ժամանակներում հակառակությունը դրսևորվում է մարդկանց դեմ։ Բայց այդ հակառակությունը Աստծո դեմ է։ Մարդկանց սրտերի մեջ Աստծո դեմ է, բայց դրսևորումը մարդկանց դեմ է։ Բայց սրտերի մեջ այդ հակառակությունը դա Աստծո դեմ է։ Եվ գիտեք, ուզում եմ ասել, որ ով է լսել ես, լսած կլնենք դե, հակա Քրիստոս։ Ինչ է նշանակում հակա Քրիստոս։ Քրիստոսին այդ հակա բառը հակառակվողը չի։ Հակառակորդ։ Ուրեմն բոլոր ժամանակներում միշտ եղել է այդ հոգին, որ դեմ է եղել ու դեմ է դուրս եկել Աստծուն։ Բոլոր ժամանակներում մեղքից սկսված։ Անդիմացել է եւ մենք տեսնում ենք այդ հոգին ում հոգին է։ Ինչպես է դրսևորվում այդ հոգին։ Երբ որ Քրիստոսը դեռ չէր եկել մարմնով, հակառակվում էին հորը, որովհետև հայրն էր կապը հաստատում մարդկանց հետ։
Քրիստոսն եկավ, մարմնով որդին ծնվեց, հայտնվեց, ընկել ասում ենք մեզ եւ ձեզ մեծ ավետիս, հայտնվեց։ Ինչ արեցին, ում հակառակվեցին։ Որդուն։ Իսկ այսօր ինչպես է դրսևորվում, երբ որ որդին համբարձվել է երկինք։ Այդ հակառակությունը ում դեմ է։ Սուրբ Հոգու։ Այսինքն նույն ոգին է։ Հակառակության ոգին։ Իսկ ինչպես է դրսևորվում հակառակության ոգին։ Եկեք նայենք, սկզբից ես ասեցի դուրս են գալիս Մովսեսի դեմ, հետո դուրս եկան Քրիստոսի դեմ, հիմա դուրս են գալի ում դեմ, ինչպես է այդ ոգին դրսևորվում։ Քրիստոսի մարմինով է, եկեղեցու դեմ։ Այդ են հոգին է, նույն հոգին, հակա Քրիստոսի հոգին, հակառակության հոգին։ Ընդհանրապես լսել եք սատանայի մասին, որ ասվում է հակա ով եւ նույնպես հակառակորդ։ Գիտեք, մենք բաներ կա, որ մեր մեջ դրված է հակառակվելու համար այդ հակառակության բանը մեր մեջ կա, որ մենք պիտի հակառակվենք, բայց մենք պետք է հասկանանք ինչին, ում դեմ եւ երբ։ Ու մենք պիտի հակառակվենք սատանային, պիտի հակառակվենք մեղքին, պիտի հակառակվենք մեր մարմնի ցանկություններին։ Հակառակվենք այն ինչ որ տանում է կորուստ, այդ դրան պիտի հակառակվենք։ Հակոբոս ընդհանրապես գրում է Հակոբոս առաքյալը 4-րդ գլուխ 7-րդ խոսքի մեջ ասում է արդ հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, նա կփախչի ձեզանից։ Ուրեմն մենք պիտի հակառակվելուց առաջ մի հատ հնազանդվենք Աստծուն, որ կարողանանք հակառակ լինենք սատանային։ Հնազանդվել Աստծուն, հակառակ կենալ սատանային, նա կփախչի։ Մենք շատ անգամ մտածում ենք այդ սատանան ուր է, այ մարդ, այդ ոնց անենք մեզանից գնա։ Այս ոնց ինչ անում եմ հետապնդում է ինձ։ Ոնց անում եմ այդ հակառակ այդ ինչ է, հետապնդում է ինձ, ոնց պարսնեմ ես դրանից։ Գիտեք հետարքիրը որն է, ասում նա կփախչի։ Հենց որ դու կարողացար հնազանդեցնես քեզ, հակառակվես սատանային, ինքն է մտածելու, այ մարդ էլի եկավ, ես ստեղ չեմ։ Ինքն է մտածելու քեզանից ոնց պրծնի։ Ոչ թե հիմա դու մտածում ես թե այ մարդ ոնց անենք պրծնենք, էլ իշքան, հա, պատկերացնում եք իմ ասածի իմաստը։ Նա է մտածելու, տենա դու տեղ ես թե չէ որ ինքը տեղեք չերևա։ Եթե դու տեղ ես ինքը տեղ չերևա։ Ամեն բան մեր սրտերի մեջ է։ Ուրեմն նայեք մի քանի տեղ ուզում եմ Աստծո խոսքից նայենք։ Հռոմեացի 13-րդ գլխի մեջ երկրորդ խոսքում գրված է։ Ուրեմն իշխանությանը հակառակվող Աստծուն հրամանին է հակառակում եւ հակառակողներն իրենց անձերին դատաստան կընդունեն։ Իշխանության, գիտեք, ես չեմ խոսում այսօր քաղաքային իշխանությունների մասին։ Ես խոսում եմ այն իշխանության, որը որ աստվածային իշխանությունն է։ Ես չեմ ասում քաղաքային իշխանություններ եւ այլ այդ դրված չի։ Աստծո խոսքը ասում է այդ ամենը, չէ, Աստծուց են եւ այլ։ Բայց ես այսօր այդ երանգը չեմ բերում։ Ես այսօր խոսում եմ հակառակվել եւ հակառակությունը ինչպես է դրսեւորվում, եկեղեցու մեջ ինչպես կարա դրսեւորվի։ Իշխանությունների դեմ, մեկը մյուսի դեմ, ծառայողների դեմ։ Ով է լսել այս հետարքիր չէ, ով է լսել այս միտքը, որը որ կարա այսպես լինի, քաղցկեղ։ Միտք չէ, այս երևույթը, հիվանդությունը։ Ինչ է իրանից ներկայացնում քաղցկեղը։ Մարմինի մեջ։ Որ ծնվում է այդ մարմնից, մարդը հաց է ուտում, բայց այդ վիտամինները ստանում է այդ բջիջները, որը որ դեմ է ում ուղղակի քաղցկեղի նպատակն ու տեսիլքը ուրիշ բան է։ Մարմնի տեսիլքի ու նպատակի հետ չի։ Քաղցկեղի նպատակն ու տեսիլքը հակառակ է մարմնի նպատակին ու տեսիլքին։ Եվ նա դեմ է մարմնին եւ ամեն ինչ ուզում անի, որ այդ մարմինը չլինի։ Սպանի։ Կա չէ այսպիսի անալիզներ, բիոպսիա, օնկոմարկեր,
Այդ ինչ է հայտնաբերում։ Քաղցկեղածին ուրեմն կարա մարմնի մեջ լինի հակառակություն։ Եւ այդ նույն ոգին է, որ գործում է։ Եթե մենք մտածում ենք աշխարհը հակառակվում է Աստծուն, սատանային, հա, սատանայի կողմն է հակառակվում Աստծուն, բայց երևույթը ինչպես կարար Մովսեսի ժամանակ չդրսևորվեց։ Կորխի օրինակը Հուդայի թուղթը գրում ասում եմ հետևյալ խոսքերը, ասում եմ վայ նրանց, որ Կայինի ճանապարհին հետևեցին, Բաղամի մոլորությունով վարձքին նվիրվեցին, եւ Կայինի հակառակության պես, ներեցեք, Կորխի հակառակության պես Կորան։ Կորխը հակառակվեց։ Ու գիտեք հետարքիրը որն է, եթե դու Կորխի աշկերով նայիր, Կորխը հակառակված չէր։ Եթե Կորխի աշկերով նայիր, Կորխի մտածածով, խիմենակ Աստված Մովսեսի հետ է խոսում, բա մենք։ Եթե դու Կորխի աշկերով նայիր, ինքը Աստծո կողմն էր, Մովսեսն էր Աստծուց հեռացած։ Բայց Աստծո աշկերով Կորխը հակառակ էր իրեն։ Աստված ասեց առանձնացրեք։ Ու գիտեք այդ ինչպես է դրսևորվում, վարակիչ հատկություն ունի։ Իր հետի մարդկանց էլ առանձնացրեք։ Ու ասում եմ երկիրը բացվեց, բոլորի աչքի առաջ իջան։ Հակառակությունը դատապարտվեց։ Ու գիտեք խոսքը հենց Հուդայի թղթի մեջ ասում են նրանք Կայենը եղբայրասպանն է, այդ ոգին, որը որ կարա եկեղեցու ներսում, բամբասի, քննադատի, իր եղբորը, իր քրոջը, եկեղեցու անդամին, ծառայողին, մյուսին, այդ ոգին է, Բաղամի մոլորությունով վարձքը, շահը, որ մարդ սիրում ավելի շատ քան Աստծուն, նյութականը, որ ավելի վեր է քան Աստված, եւ հակառակությունը Աստծո գործերին, Աստծո ընթացքին։ Այսօր ինչպես է դրսևորվում այդ հակառակության ոգին, մարմնի դեմ։ Ինչպես է այսօր, եթե նորից եմ կրկնում այդ միտքը, եթե այն ժամանակ Մովսեսի դեմ էին, հոր դեմ էին, հետո Հիսուսի դեմ էին որդու, հիմա մարմնի դեմ է դրսևորվում հակառակության ոգին, Սուրբ Հոգու։ Նայեք, Սաղմոս 35-ի առաջին խոսքում Դավթի Սաղմոսն է։ Եվ նայեք Դավիթը ինչ էր ասում։ Ով գիտեր, որ Դավթի հետ Աստված էր։ Պատճառը որն էր, որ Աստված Դավթի հետ էր։ Որովհետև Դավիթն էր Աստծո հետ։ Ամեն։ Շատ անգամ մենք մտածում ենք, բա ոնց անենք Աստված մեզ հետ լինի։ Մենք պիտի իր հետ լինենք։ Եվ նայեք Դավիթը ասում է Տեր, հակառակվիր Տեր ինձ հակառակվողների հետ, կռիվ տուր ինձ հետ կռվողների հետ։ Եվ ես նորից եմ ասում, սա անձնավորում չի, անձնավորած չի, անձ չի, սա, հա, մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի, մեր պատերազմը հոգևոր է, դիվայինի դեմ է, մեր պատերազմը սատանայի դեմ է, այդ հոգու դեմ է, որ ուզում անդիմանա Տիրոջ գործին, որովհետև Տիրոջ մարմինն է այսօր գործում այս երկրի վրա, որովհետև այս աշխարհը, որը որ նստած է խավարի մեջ, կարիք ունի եկեղեցու ծառայության, որ եկեղեցին հասնի ու խավարի նստած ժողովուրդը լույս տեսնի, որովհետև լույսը եկեղեցին է այսօր, գնալ ավետարանը քարոզել ամեն արարածի, այո ընդդիմություն կլինի ընդդիմախոսներ, կլինեն հակառակվողներ, բայց կլինեն նույնպես ընդունողներ, Հիսուսն ասեց ինձ արել են ձեզ էլ կանեն, ինձ ընդունել են ձեզ կընդունեն, ինձ հակառակվել են ձեզ էլ կհակառակվեն։ Հալածեցին ինձ ձեզ էլ կհալածեն,
Երանի ձեզ, եթե իմ անունի համար կհալածեն ձեզ։ Բայց ուզում եմ ասել, եկեղեցում մենք պետք է թույլ չտանք, որ այդ հակառակությունը բարձրանա մեր սրտերի մեջ, որովհետև դա աշխարհի հոգին է ու սատանայի հակա հոգին է, հոգու դեմ։ Որովհետև ինչպես կարա այդ դրսևորվի, դուրս գալ տեսիլքի դեմ, դուրս գալ ծառայողի դեմ, որովհետև այդ ամենը դրսևորումները Աստվածաշնչում երբ որ մենք տեսնում ենք, դրսևորվել է նույն կերպ։ Այդ ոգին։ Եվ ամեն ինչ ուզում անի, որ մարմնին դարձնի տկար, որ մարմինը չկարողանա դուրս գա եւ անի այն ինչ որ պիտի անի այս երկրի համար։ Որտեւ եթե մարմինը տկար է, երբ քաղցկեղով վիճակը տկարացնում է մարմնին, թե չէ, թուլացնում է մարմնին, թե չէ։ Ուրեմն այդ հոգին ներսի մարմնին թուլացնելու համար է գալիս ներս, որ չկարանա մարմինը ազդի այս աշխարհին։ Իսկ մենք պետք է ունենանք հակա մարմիններ մեր մեջ, որը կոչվում է իմունիտետ։ Մեր ներսում մենք պետք է բարձրացնենք այդ իմունիտետը, որը հակառակության ոգու դեմ է։ Ինչպես հնազանդություն։ Եվ մեր հնազանդության օրինակը Հիսուս Քրիստոսն է։ Ինչպես հնազանդվեց մինչև խաչի մահ։ Այսօր փորձի ծառայողը մոտենա ու ուզենա ինչ-որ մեկի հետ ուղղելու պատրվակով խոսի։ Կարող է լավ ավարտ չունենա, չէ՞, ոնց թե։ Հələ քեզ նայի, հələ մարդիկ միշտ փակվում են։ Կամ էլ եթե չարտահայտվի ինքը իր ներսում այդպես մտածի։ Գիտեք այստեղ դրդապատճառը եկեղեցում ինչ պիտի լինի մեր գործի ու ծառայության սերը։ Անկամ հանդիմանության մեջ սերը։ Ինչն է մեզ կապել։ Սերը։ Մենք երբ ենք, որտեղից իրար գիտենք, եթե Աստված չլներ, մենք իրար չենք իմանա։ Ով է մեզ կապել։ Աստված է մեզ կապել։ Ինչ ունենք մենք իրար պարտք։ Ոչ մի բան, բացի սիրուց մենք ոչինչ պարտք պիտի չլնենք։ Որն է այն դրդապատճառը այսօր խոսելու ձեր հետ այսպես։ Ինչի, որպեսի ուժեղանա Տիրոջ մարմինը, բարձրանա Տիրոջ մարմինը։ Եթե մենք ուղղակի մեր ներսում փակվենք, մենք ում առաջ ենք փակվում։ Հովիվ մհերներ եկավ իր առաջ փակվեցինք, չէ՞։ Ամեն։ Եթե ուշադրությամբ դու նայես, դու կհայտնաբերես մի բան, եթե մի բան դու փակվում ես, դու ընդդիմանում ես ում, ոչ թե մարդուն, այլ Աստծուն։ Աստված ուզում է գործի, բայց մենք շատ անգամ ընդդիմանում ենք։ Մեր հարաբերությունը ծառայողների հետ ինչպիսին է, մենք այդպես էլ ստանալու ենք այդ ծառայողներից։ Եթե այս ծառայողին հարգում եմ, ընդունում եմ ու որպես ծառայող եմ ընդունում, որպես այդ մարդը պարգև է, չէ, եկեղեցու մեջ, Աստված է, չէ։ Ես որպես պարգև էլ կստանամ այդ ծառայողից։ Բայց եթե նայում եմ, ասեմ, մեր պուճուր աղբերն է։ Որպես աղբեր կստանաս պուճուր, բայց որպես ծառայող չես կարա շինվես իրանից։ Ինչպես դու սպասում ես, ինչպես դու ընդունում ես, այդպիսին էլ դու կստանաս։ Ինչի համար են շատ անգամ եկեղեցում ասում հովիվ։ Այդ պարտադիր է այնա մեր աղբերն է, էլի։ Հայելի կերա ձեր աղբերն է։ Բայց երբ որ դու ասում ես քո սրտի մեջ գիտակցաբար, որ Աստված իրան դրել է, դու նրանից էլ ստանում ես հովվական այդ շինությունը քո անձի համար։ Այդ ընդունելությունն է, որ շինում է։ Եթե չկա ընդունելություն, չկա շինվել։ Որտեվ Աստված ոմանց բարձրացրեց, չէ՞։ Հովիվներ, մարգարեներ, առաքյալներ, ուսուցիչներ, ավետարանիչներ, ում համար։ Եկեղեցու շինության համար։ Աստված բարձրացրեց։ Նայեք Գործք առաքելոց 20-28-ում հենց այդ միտքը արտահայտվում է։ Գործք առաքելոց 20-րդ գլուխ 28-րդ խոսք։ Ազգուշ կացեք ձեր անձերին եւ բոլոր հոտին։ Արդեն սա ծառայողներին ասում։
բայց ուզում եմ ստեղ միտքը դու բռնես, թե ինչ է հետո ասում, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց։ Ուրեմն ծառայողին ով դրեց վերակացու։ Ընդդիմանալ, ում են ընդդիմանում, ով դրեց։ Ես Աստծուն դեմ չեմ, իրան դեմ եմ։ Աստծո դրածին ինչպես է այդ դրսևորվում։ Ես ուզում եմ այսօր ես եկեղեցում, դու դառնաս պրոֆեսիոնալ։ Ելեք ինչի մեջ։ Հակառակության բացահայտելու մեջ։ Քո մեջ, չեմ ասում ուրիշի կյանքը, մամի տենց իսկացել կա, չէ՞։ Վեկալես ու սկսես մանգալ, տենաս հետո այդ հակառակվողը։ Քո մեջ, որ հանկարծ այդ միտքը հենց հայտնաբերես, ասես չէ, ես էսի չեմ ընդունում։ Շատ անգամ մենք մեր մեջ թողած սկսում ենք ուրիշի մեջ մանգալ։ Որ մենք թույլ չտանք այդ ոգին բարձրանա, դրսևորվի, գործի, մտքի տեսքով, տարբեր տեսքով, տարբեր ձևով։ Ասա Սուրբ Հոգին դրեց վերակացուներ։ Ծառայողներին Աստված է բարձրացնում։ Մարդիկ են, բայց Աստված է դնում այդ մարդկանց եւ Աստված այդ մարդկանց միջոցով գործում է եկեղեցում եւ եկեղեցին իր ամբողջ զորությամբ այս աշխարհին տանում է փրկության լուրը։ Այս աշխարհը դառնում է դեպի Աստծուն, որովհետեւ եկեղեցին է այդ գործը անում։ Եվ եթե եկեղեցուն ներսում այդի չբարձրանա, եկեղեցին շատ ուժեղ կլինի։ Հակառակությունը պետք է մեր մեջ ուղղակի զատվի մեզանից, նա մերը չի, մենք այդ հոգու տակ չենք։ Հիսուսը հակառակության մեջ չէր հոր հետ։ Հիսուսը հնազանդության ու մեկության մեջ էր հոր հետ։ Ասում եմ ինչ տեսնում եմ հորը անելիս ես են անում եմ։ Ասում եմ հնազանդվեց մինչև խաչի մահ։ Ինք իրեն հնազանդացրեց։ Եթե դու քեզ չհնազանդեցնես, ոչ ոք քեզ չի կարող հնազանդացնի։ Հնազանդությունը դա քո որոշումն է։ Հակոբոսն ասում է հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային նա կփախչի։ Եվ այդ հնազանդությունը երևում է գործի մեջ, եկեղեցու մեջ, ծառայության մեջ, քո վերաբերմունքի մեջ, քո խոսքերի մեջ, ինչպես ես դու վերաբերվում քո եկեղեցու մարդկանց հետ, ծառայողների հետ, հարգալից ես, հարգալից չես, ընդունում ես, չես ընդունում, թե հակառակ ես։ Այս եկեղեցում մենակ ճիշտը ես եմ։ Հա, տենց, չէ։ Հլանդեն այ, կա չէ, փոքր ես գիտեմ ինչ եմ խոսում։ Մենք մեկս մեկին լավ ճանաչում ենք, մի փոքր տեղ ենք մենք։ Մենք մեկս մեկի թերությունն էլ գիտենք, առավելությունն էլ գիտենք։ Իսկ մենք իա որ թերությունը գիտենք, մենք սկսում ենք ուրիշ կեր, այն թերությունն ենք տեսնում։ Հենց տեսանք մեր աչքի մեջ գերան կա։ Եթե եղբոր աչքի շուղն ես տեսել, աչքի մեջ գերան կա, որտեղ կատարյալ մեկը չկա։ Մենք բոլորս կատարելության ընթացքի մեջ ենք, նմանվում ենք Հիսուսին, եթե մենք բոլորս մեր հայացք ուղենք դեպի Աստված, մենք կփոխվենք։ Նայեք Գործք առաքելոց 7-րդ գլխի մեջ ինչ է ասում։ 51-րդ խոսքը։ Գործքի 7:51։ Հիշում եք ասում են բոլոր ժամանակներում միշտ հակառակությունը բարձրանում է ու բարձրացել է։ Այստեղ ասում է խստապարանոցներ, սրտով ականջիներով չթլպատվածներ։ Եվ նայեք ինչ ասում այդպիսի բնավորությունը ում է վնաս։ Հենց այդ չկոտրվողին, որովհետև չկա չկոտրվող պոպոկ։ Չկա տենց բան։ Հարցը երբ լավա հիմա ես ինձ գցեմ կոտրեմ Հիսուսի վրա, քան թե մի օր այդ Հիսուսը գալու է ու կոտրի։ Որտեղ ասում են, չէ՞, եթե դուք ձեզ գցեք այդ քարին, անկյունի քարը, որը շատերն անարգեցին, եթե մենք գցենք այդ քարին ու կոտրվենք, եթե չկոտրվենք, այդ քարը կգա ու մեզ կկոտրի։ Այսինքն չկոտրվող չկա, հարցը խոնարհվելու մեջ աստե։ Հնազանդվելու մեջ աստե, ինքս ինձ հնազանդեցնելու, խոնարհացնելու մեջ աստե։ Եվ ասում է հաստապարանոցներ սրտերով եւ ականջներով չթլպատված, արդեն խոսում ասած ներսի վիճակի մասին, սրտով չթլպատված, այսինքն չսրբացված, չառանձնացված։ Ում համար ենք մենք ու թլպատությունը ուխտա, չէ՞։
Ներսի թելպատությունը Աստծո հետ ներսի ուխտ է, որ դու առանձնանում ես մեղքից Աստծո համար եւ ապրում ես Տիրոջ համար։ Քո ներսը նվիրում ես Տիրում, դա ներսի նվիրում է։ Երբ որ դու քեզ կոտրում ես ներսից, այսինքն ներսից չկոտրված, դա հենց այդ ասում։ Թելպատությունը ներսի կոտրվել է։ Ուրեմն չկա ներսի կոտրում, եւ ասում է դուք միշտ ինչ եք անում, ում։ Իսկ ինչպես է դրսևորվում այդ հակառակությունը Սուրբ Հոգուն։ Ասում է ձեր հայրերը ում դեմ էին։ Մարգարեներ սպանող ժողովուրդ, չէ՞։ Մովսեսի դեմ դուրս եկան, Աստված ասեց Մովսես քեզանով ազգ եմ անում, էլի Մովսեսը բարեխոսեց եւ այլ չէ, էլի ողորմեց։ Մովսեսի դեմ դուրս եկան։ Աստված ասեց իմ դեմ դուրս եկան։ Այսինքն այդ ամենը դրսևորվում էր միշտ մարդկանց միջոց դեմ, բայց այդ ամենը ներսից Աստծո դեմ էր։ Աստված տեսնում է սրտերը։ Ու այսօր նույնպես եկեղեցում մենք կարանք իրար լավ ծառայողներին հասկացանք, իրար դեմ լինել, չէ որ Քրիստոսի մարմնի անդամները մեկ պետք է լինեն։ Ինչպես կարա սիրտը դեմ լինի պոչկին։ Հենց իրար դեմ են ելնում, այդ մարմինը խախտվում է, հիվանդանոց են տանում։ Ասում պոչկեն մի քիչ ազոտը շատ է, մի քիչ էսա, այնա, չէ՞։ Բորբոքված է։ Բոլորի վրա էլ ազդում է։ Մենք միասին պետք է լինենք։ Մեկ հոգու մեջ, հնազանդության մեջ, ինչպես մարմինն է գործում, առանց հակառակության։ Պատկերացրեք այրան գնդիկները որոշեն այսօր հակառակի պես պետք է չաշխատեն։ Հակառակվեն։ Այդ օրը կլինի այդ մարմնի վերջի օրը։ Իսկ գիտեք ինչ է անում ներսի իմունիտետը, եթե մի այրան գնդիկ հակառակվում է, իմունիտետը միանգամից մոբիլիզացնում է մեկին։ Սկսում է խոսալ, ախպեր, քել ապաշխարի էլի, այ դզվի էլի, եթե չդզվեց, ինքը պետք է ճնշի, իմունիտետը պետք է փոխի, դրա համար այսօր քո հոգևոր այդ իմունիտետը պետք է բարձրանա, այդ հակայի դեմ, ներսիդ հակայի դեմ, գիտեք ամեն մեկս մենք գիտենք մեր ներսի հական որն է, ինչքան եք տեսեք կռիվներ, արդյոք այդ կռիվները հակառակությունից չեն, Ֆրունզիկի ֆիլմը հիշում եք, վառեմ արե, վառը, քեզի հակառակ պիտի վառեմ, չէ, քեզի հակառակ, չէր կարա ասեր, քո խաթր չեմ վառի, քո խաթր, բալքի մտեղ կոտրվեր, կեզ բարերը մեր բարերով, էլի, բալքի իմ բան, սենց սրտից խոսամ, էլի, կարող է տեղ շահեր, եթե ասեր քեզ համար չեմ անի, այդ իրական սերն է, որտև սեր իրանը չի փնտրում, իսկ հակառակություն ամեն մեկ իրանն է փնտրում, ինձ լավ լնի, քեզ հակառակ պիտի անեմ, տեսել եք ընտանիքներում կռիվները ոնց է ալնում, այդ պատմությունը լսել եք, որ երկու մի հարևաններ են ելնում, մի ընտանիքում կռիվ, մի ընտանիքում սեր խաղաղություն, ով է լսել էդի, պատմեմ, ով չի լսել, լավ, ատենամ, մի հոգի լելնել պատմելու էի, ուրեմն, այդ կռիվ անողի ընտանիքի կինը, ամուսնուն ասում է, մի հատ գնա տեսես, բանալին ինչն է, էլի, Վերջը ոնց է ալնում հյուր է գնում, այդ մարդը գնում է հյուր այդ խաղաղ ընտանիքի մեջ, դեպ ուզում են հյուրասիրեն, բերում են վրաս, սկսում են սեղան տենց դնել, բան, ոնց է ալնում, կինը արագ-արագ այդ սեղան դնելուց կպնում այդ ամանին, ընկնում է ամանը կոտրվում է սեղանից, վայ ես ինչ մեղավոր էի, և այլ չէի նկատել, ուշադիր չէի ամանը սենց,
Ամուսինը չէ մեղավորը ես էի, որտեվ ես տեսել էի, որ անկյունին է դրված, ուղղակի չմտածեցի, ես պիտի խորա, տեսել էի ախր։ Չէ, ես եմ մեղավորը, դու չես մեղավորը։ Էնի չէ, ես եմ մեղավորը, էնի չէ, ես եմ մեղավորը։ Այդպես վերջը կռիվ չի լինում, բան։ Հետա այդ մարդը գալիս է տուն, ասում է, այ կնիկ։ Ես գտել եմ բանալին իրանց տան խաղաղության։ Ասում եմ, իրանց տան երկուսն էլ մեղավոր են խաղաղա, մեր տունը երկուսս ճիշտ ենք, կռիվ է։ Վերջի վերջում Հիսուսը ճիշտ էր։ Ու ինքն է միակ ճշմարտությունը, բայց եկա որպես մեղավոր խաչվեց։ Ուտեղ երևաց Աստծո սերը։ Ո՞վ է հաղթողը։ Սերն է հաղթողը։ Եթե դու մտածում ես դու կարացար մի քայլ հետ անես ու դու պարտվեցիր, առաջի հայացքից Հիսուսը հետ քայլ արեց խաչվեց, դա էր հաղթանակը։ Եթե դու մտածում ես հակառակվելով դու պիտի հաղթես, ոչ, հնազանդվելով է հաղթանակը։ Դա լինի ընտանիքի մեջ, լինի եկեղեցու մեջ, որտեղ սա էլ հոգևոր ընտանիքն է։ Եթե դու մտածում ես միաբանությունը պիտի հակառակվելով դու քոնը ապացուցես, ու սաղ կիմանան, որ դու ես ճիշտը, դա Տիրոջ հոգին չի։ Միաբանությունը պահում են սիրով ու հնազանդության մեջ, միջոցով։ Մտածել եք այսպիսի բան, կարող է ես իմ դեմ եմ։ Չէ՞ որ մարմինը մեկ է։ Հակառակվելու ինձ Եթե մենք հասկանում ենք մեկ մարմին, ամեն մեկս տարբեր անդամներ, մենք հասկանում ենք մեկ, իրար դեմ ելնելով ես ինձ եմ դեմ, իմ դեմ եմ ես։ Իսկ ինչպես կարամ ես ինձ դեմ չլինեմ, սիրելով, խոնարհվելով, հնազանդվելով, իրար ծառայելով, ասում եմ ամեն մեկը թող դիմացինին իրանից առավել համարի։ Դա է իմունիտետը։ Տիմոթեոսի թղթի մեջ, 2-րդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 14-15 խոսք։ Նայեք Պողոս առաքյալը Տիմոթեոսի նամակում գրում է ու ասում հետևյալը. Աղեքանդրոս դարբին ինչ շատ չարություն արեց։ Ասма թողտերը նրան հատուցում անի իր գործերի պես։ Այդ դարբինի չարությունը ո՞րն էր։ Պատկերացրեք դարբինը Աղեքանդրոս դարբինը եկեղեցու անդամ էր։ Տիմոթեոսն էլ էր ճանաչում։ Ծառայողներն էին, այսինքն ծառայողները ճանաչում էին։ Ես մտածում եմ ինքը ակտիվ մեկն է եղել, ոչ թե пассив են, որ ոչ մեկ տենասով է։ Գիտեք չէ՞ ժամանակներում եկեղեցի մի 100,000 մարդ կար։ Այս նամակը որ գրվել է Տիմոթեոսը մի 60,000 եկեղեցու հովիվ է եղել։ 60,000-անոց։ Մոտավորապես եմ ասում, դե լավ մի 2-3,000 էս կոմենքում։ Կներեք այդ բառի բանով, պենց մոտեցան, բայց ուզում եմ ասեմ մեծ եղել, բայց եթե մստեղ անունա շեշտվում, ուրեմն նրանք ինչ-որ ասում են չարություն արեց։ Ինչպես է դարբինը չարություն արեց, դե դարբինները տարբեր տեսակի չափերի մուրճեր ունեն, չէ՞։ Հարվածել էր։ Այն մեծից միջև փուճուր հերթով Պողոսի վրա է շպրտել։ Դրանով էր արած չարությունը։ Հիմա նայեք հաջորդ խոսքը ոնց է ասում։ Այդ չարությունը ինչպես էր դրսևորվում, ո՞րն էր այդ չարությունը, որ արեց։ Ասма դու էլ նրանից զգուշացիր, որ նա շատ հակառակ կեցավ մեր խոսքերին։ Այդ չարությունը հակառակությունն էր խոսքի նկատմամբ։ Ինչպես։ Խոսքին հակառակվելով։ Դա է չարությունը։ Ինչ է մտածում ես, եթե հով մի բան ասեց հակառակվեցիր։ Այդ ինչ եղավ։ Տենց չագուչև եկալար տվիր, դա հակառակությունը, դա կռիվը, չէ։ Խոսքին հակառակվեցիր, չընդունեցիր։ Իսկ ինչ ես կարծում, հովիվը արդյոք Աստծուց դրած չի։ Ծառայող Աստծուց բարձրացված չի։ Արդյոք դու Տիրոջից ներկա ստեղ Տերը չի քեզ բերե։
Ինչի համար, որ մենք միաբան լինենք տեսիլքին, միաբան լինենք գործին, միաբան լինենք այն, ինչ որ Տերը մեզ կանչել է անելու։ Ու միշտ մենք պետք է հասկանանք, որ Տերը գործում է մարդկանց միջոցով։ Ու այդ հոգին էլ միշտ հակառակությունը։ Այսպես է, գիտեք, ով ասես, որ մենք Աստծո ձայնը չենք լսում։ Բայց այս մեկը սխալ է անում։ Այդ է հակառակությունն արդեն։ Գորխասմերով է ասում, որ այդ մենք Աստծո ձայնը չենք լսում։ Ինչի պետք է Մովսեսը տենց անի։ Խի մենք Աստծո ձայնը լսել չգիտենք։ Սաղմոս 74-ի 4-ում նայեք ինչ է ասում։ Քո հակառակորդները, այս ում մասին է քո հակառակորդները, ում։ Որտեվ եթե վերև նայես, ասում ով Աստված ինչու ես մեզ բոլորովին մերժում եւ այլ, ու հետո խոսում է, այսինքն նա դիմում Աստծուն ու այդ իր աղոթքի մեջ ասում է Տեր քո հակառակորդները։ Այսինքն Աստծուն հակառակվողները, ունեք ինչ ասում։ Գոռում են ժողովարանիդ մեջ։ Այդ ժողովարանը որտե աշխարհն է։ Իրենց նշանները նշանների տեղ են դնում։ Կարան նշանել անեն։ Ու կողքից էլ երևա։ Բալնա իր միջոցով այս քանի հոգի ապաշխարեց։ Բայց մեջ դեմա միշտ տեսիլքին, դեմա հովին, դեմա ծառայությանը։ Հավետարան քարոզի մարդկանց սիրտը, այդ Աստված սիրում է այդ մարդկանց կփրկի։ Կաղոթի կբժշկվեն, որտեվ Աստված այդ մարդկանց սիրում է։ Դա չի զանազանությունը։ Ինչով մենք պիտի զանազանենք հակառակությունը։ Ոչ թե, հա, հլտես Աստված հաստատեց այս մարդու ասածը, ոչ։ Գոռում են ժողովարանի մեջ, նշաններն էլ Աստծո նշանների տեղ դնում։ Այլ ինչով է զանազանվում։ Հնազանդությունով ու սիրով։ Պատղով, ոչ թե պարգևի դրսևորմամբ։ Պատղով, ոչ թե պարգևի դրսևորմամբ, որովհետև պարգևը կգործի։ Բայց Հիսուսն ասեց իրենց պատուղներից ճանաչեցեք։ Բնավորությունից ճանաչեցեք։ Հակառակությունը բնավորություն է։ Պատկերացրեք ոնց ենք զանազանում այդ։ Ոչ թե հլնայի նշան եղավ։ Ու հիմա այսօր գիտեք, չէ՞, ինչքան նշաններ կա, կարան մարդիկ վազեն նշանների մոտ։ Լավ է որ նշանը լինում, ես չեմ ասում նշան պիտի չլինի, ընդհակառակը նշանի համար նախանձավոր եղեք Սուրբ Հոգու պարգևներին։ Բայց հոգին պետք է ճիշտ լինի։ Ներսի։ Տիտոսի երկրորդ գլխի մեջ 9-10 խոսքը, Պողոս առաքյալի թուղթ ուղղված Տիտոսին, երկրորդ գլուխ 9-10 խոսք։ Ծառաներն իրենց տերերին հնազանդ լինեն, ամեն բանի մեջ հաճո լինեն, ոչ թե հակառակ խոսողներ, բան չթաքցնեն, այլ կատարյալ բարի հավատարմություն ցույց տան։ Ինչ ասած խոսում, ասում հակառակվեն, թե հավատարմություն ցույց տան։ Եվ նայեք ինչ ասում։ Որ մեր փրկիչ Աստծո վարդապետությունը զարդարեն ամեն բաների մեջ։ Ուրեմն հավատարմությունն է զարդարում, ոչ թե հակառակությունը։ Հնազանդությունն ու հավատարմությունն է զարդարանքը քրիստոնեության, Քրիստոսի վարդապետությունը, որը բխում է սիրուց։ Ինչ ասեց Հիսուսը, ինչով կիմանամ, որ դուք իմ աշակերտներն եք։
Երբ որ մեռելները հարություն առնեն, թե երբ որ իրար նկատմամբ սեր ունենաք, իրար նկատմամբ։ Այսօր աշխարհը մեզ լավ հետևում է։ Ու գիտեք ինչ ասում։ Կարաս իրականում ասենց միաբանություն չեմ տեսել, անես կուզենա իրանց ընկեր լինեմ, որտեվ իրանք ուրիշ ձև են։ Կամ էլ, աս իրանք իրար էլ յոլա չեն եթում, ուր գնամ ընդե։ Ձեր սիրուց, որտեվ աշխարհը այդ չունի, աշխարհում չկա այդ։ Մի քիչ եթե կա էլ, եթե բանման, մեկ էլ վերջում տենում են, չէ, էսի այն չէր, խափնվում են։ Իրականը, օրիգինալը միշտ Աստծո հոգին է, որը եկեղեցում պետք է երևա։ Ամեն։ Երկրորդ Տիմոթեոս 3:8 Շատ եմ տեղ կարդում։ Այլ ինչպես որ Հանեսը եւ Համրեսը Մովսեսին հակառակ կեցան, այնպես էլ սրանք են հակառակ կենում ճշմարտությանը։ Մարդիկ մտքով ապականված անպիտան հավատքի համար։ Ուրեմն հակառակվողները պիտանի են հավատքի համար, թե ինչ եք կարծում։ Սենց նայում ես, ասում ես, ինչ կռվարարա, հավատքի համար իսկական պիտանի, չէ։ Ոչ թե խաղարարար, այլ կռվարար։ Խոսքը ասում է խաղարարար լինի Աստծո ծառան։ Իսկ դու նայում ես, կռվարարա, իսկը բեմի փառաբանության ծառայող, կռվարար օրինակ, հա։ Կամ կարգ ու կանոնի ծառայող, ոչ մեկ յոլա գնալ չգիտի մարդկանց հետ։ Եվ մտնում է սենց մի բա Սիրով չի ընդունում, բան, իսկը կարգ ու կանոնի ծառայող։ Ինչ է կարծում։ Խաղարարար, հնազանդ, հավատքի համար պիտանի է, չէ՞։ Բա հակառակը, հակառակվողները հավատքի համար անպիտան։ Մենք ենք որոշում պիտանի լինենք Աստծո համար, թե չէ։ Մեր սրտի վիճակն է որոշում պիտանի ենք Աստծո ձեռքերի մեջ, թե չէ։ Դա մեր որոշումն է, ինչպիսին լինենք։ Նշի, որ մենք այտենց ստեղծվեցինք, Աստված միշտ լավն է ստեղծել։ Դա մենք ենք որոշում ինչպես լինենք, ում նմանվենք, ում բնավորությանը նմանվենք։ Իսկ ով է մտածել Համրեսն ու Հանեսը ովքեր են։ Այդ Մովսեսին հակառակվողներ հղումով գնացել եք հետ, նայել եք, պրպտել եք այս տեղի վրա, թե չէ։ Հիշում եք, թե չի ով ա եղել։ Պատկերացնում եք ինքը Վանի մոտի եղող, Փարավոնի մոտի եղող, այն որ Մովսեսը ասեց Ահարոն իր գավազանը գցեց եւ Աստված օդ սարքեց, չէ։ Ովքեր եկան, մոգերը, այդ մոգերն էին։ Այսինքն այդ սխալ հոգին էր, հակառակության հոգին, հակաքրիստոսի հոգին, ուստեղ համեմատում է, որ կարա այդ հոգին գործի ներսից, այն ժամանակ դրսից էր Աստծո ժողովրդից, չէ, մեզ չէր, բայց հիմա ասում այդ հոգին կարա դրսից, մեկ տեղել կարդացի, ժողովարաններում աղաղակում են հակառակվողները, ուրեմն մարմնի մեջ սատանան միշտ կուզենա բարձրացնի քաղցկեղը, բայց հակա քաղցկեղային իմունիտետը մեր մեջ պիտի բարձրանա, որը խոնարհությունն ու հնազանդությունն է, սերն է, ամեն մեկս մեկի դիմացինին առավել համարելն է, երբ որ դու նայում ես, ասում ես ինքը կատարյալ չի, բայց ես կատարյալ չեմ, ես ու իմ դեմ չեմ, ես սիրում եմ, ես կօգնեմ դիմացինին, կծառայեմ, որպեսի ուժեղանանք, որտեղ մեր ուժեղ լինելով աշխարհի փրկությունը դրանից է կախված։ Ամեն։
Հիշում եք տեղը, որ ասում է, եթե Աստված մեզ հետ է, ով այդ մեզ հակառակ, չէ՞։ Այդ եթե բառ կա, չէ՞։ Եթե Աստված մեզ հետ է, արդյոք մենք ենք Աստծո հետ։ Նորից ուզում եմ հիշեմ այն առաջի տեղը, որ կարդացի։ Դավիթն ասում է. Տեր հակառակվիր ինձ հակառակվողներին։ Հակառակվիր ինձ հակառակվողներին։ Դա համարձակ հայտարարություն է, գիտեք։ Գիտեք ինչի, որտեվ Դավիթը համոզված էր, որ ինքը Տիրոջ հետ է։ Եթե ես Տիրոջ հետ եմ, Տեր, ինձ հակառակվողները քո դեմ են, դու կարաս իրանց հակառակվես։ Իսկ եթե արդեն նոր կտակարանում ինչ ասում, եթե Աստված մեզ հետ է, կարելի ասել, չէ, արդեն կապ չունի ով է մեզ հակառակ։ Ինչ կարևոր է, ինչ չափսի է մեզ հակառակ լինողը, ինչ ձևի է մեզ հակառակ լինողը, ինչ տեսք ունի, ինչ անուն ունի մեզ հակառակ լինողը, արդեն կապ չունի, որտեվ Աստված է մեզ հետ։ Որովհետև նա, որ մեր մեջ է, ավելի զորավոր է, քան նա, որ այս աշխարհում է։ Որտեվ այս աշխարհի հետ հակառակության հոգին արդեն պարտված թշնամի է Հիսուսի կողմից։ Եթե Աստված մեզ հետ է, ինչ կապ ունի, ով է մեզ հակառակ։ Այդ եթեի վրա քո շեշտադրումը դարձրու, ես Տիրոջ հետ պիտի լինեմ, եւ ես պիտի թույլ չտամ, որ այդ հակառակությունը իմ մեջ բարձրանա, այդ բջիջը, հակաբջիջը ես իմ ներսում չեմ կերակրելու, ընդհակառակը կտրելու եմ, իմ սիրտը թլպատեմ, ընդհակառակը ես առանձնանալու եմ Տիրոջ համար ու նրա նպատակներ իրականացնելու համար։ Ես մեկ եմ լինելու եկեղեցու հետ, մարմնի հետ, ես ընդունելու եմ Տիրոջը, Տիրոջ ծառայողներին, որտեղ դա է Տիրոջ կամքը այսօր մեզ համար։ Այդպես Աստված գործում է երկրի վրա, մարմնի միջոցով, եւ այդ մարմնի անդամը ես եմ։ Ամեն մի բջիջ ես եւ դու ենք, եւ ես իմ դեմ պիտի չլինեմ։ Ամեն։ Ես կամաց ավարտին եմ գալիս, բայց կուզենամ էլի մի տեղ կարդալ, Գործք առաքելոց 13-ից։ Տասներեքի 45-ը։ Երբ որ հրեաները ամբոխը տեսան, նախանձով լցվեցին։ Պողոսից ասված խոսքերի դեմ խոսելով հակառակում եւ հայհոյում էին։ Ուրեմն նույնպես հակառակությունը կարա բարձրանա նախանձի պատճառով։ Ուրեմն թույլ պիտի չտանք նախանձ բարձրանա։ Իա, երեք մեկ այսօր երկու եկել է ծառայողա դառը, սկսեց նախանձել։ Բայց այսքան տարի գալիս եմ, բայց ժողովուրդ, ուրախացի։ Մի նախանձի։ Նախանձը բարձրացնում է հակառակություն։ Նախանձը բերեց, որ Աբելը սպանվեց։ Ժողովրդի կողմից հակառակություն գնաց դեպի Պողոսը։ Նախանձեցին այդ պատճառով։ Ուրեմն ոչ միայն բունտ, այլ նույնպես նախանձ, որը հավասար է բունտի, որը փտություն է ոսկորներին, որը բերում է հակառակություն մարմնի մեջ, նախանձի միջոցով եւ բունտի միջոցով։ Դրա համար մենք սիրելի Աստծո եկեղեցի, պետք է մենք զանազանենք այդ հոգին, որը կոչվում է հակաքրիստոսի ոգի։ Հակաքրիստոս բառը կոչվում է Քրիստոսին հակառակ։ Իսկ Քրիստոսի մարմինը ով է։ Եկեղեցին ինչպես է, ում դեմ պիտի ելնի այդ հակաքրիստոսի հոգին այսօր։ Շատ պարզ է։ Դրա համար ինչ ելնում է, մեղավորները ասում են հավատացյալներն են։ Որտև այդ հոգին ուզում է դատի եկեղեցին, ընդդիմանա եկեղեցուն։ Այդ բոլոր դարերի մեջ եղել է, տենց է գնալու է, մինչև Քրիստոսի գալուստը։ Հակաքրիստոսը պարտվելու է, պարտված է, բայց վերջնական Քրիստոսի գալուստով կապվելու է։ Ամեն։ Հենց որ մենք ենք այսօր այս երկրի վրա այդ հակաքրիստոսի ոգուն ընդդիմացողները։ Ինչպես այդ ոգուն զանազանելով ու այդ ոգու դեմ գործելով, ոչ թե այդ ոգու ջրաղացին ջուր լցնելով։ Եկեք ոտքի կանգնենք։ Նորից եմ ուզում մի բան կարևորել ու շեշտել այս վերջում։
Այսպիսի բան կա, չէ՞, դետեկտոր լժի։ Հիմա դետեկտորը չվեկալես հակառակության ու սկսես ուրիշի մեջ մանգալ։ Այսօր ես քեզ գործիք եմ տվել, ոչ թե ուրիշի մեջ մանգալու, այլ քո մեջ։ Հիմա սկսես մեկը մեկին հենց տենասով այս հակառակվողները։ Հենց դաչիկը վեկալած մանգած։ Ահա, աչ, ձախ մի քիչ այ, չէ, կա, չէ, որ չէ, քո սրտի մեջ։ Այդ դաչիկը տեղադրի քո մեջ, որ քեզ համար լինի, որ այդ բջիջը դու քո ներսում կանգնացնես։ Ամեն։